լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը կյանքի ուսուցիչ Պետրոս Բեդիրյանին է համարում։ Գոհ է իր ընտանիքից ու աշխատանքից, դժգոհ է երկրի սոցիալական վիճակից։ Մեր երկրի առաջընթացի համար կրթական ոլորտն է կարևոր համարում։ Ծանր հոգեվիճակում հայտնվելիս խոսում է ընտանիքի անդամների հետ։ Ամենահուզիչ պահը զավակների ու թոռների ծնունդն է համարում։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն է եւ մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին։ Ողջույն պարոն Գյուրջինյան։ Բարև ձեզ։ Աշխարհարչակ Apple ընկերության համանախագահ, առաջին անձնական համակարգչի հեղինակ, ճարտարագետ Սթիվ Ոզնյակը, որ օրերս գտնվում է Երևանում, լրագրողի հարցադրմանը պատասխանեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար Հայաստանում պետք է ներդրում կատարել կրթական ոլորտում։ Հատկապես ընդգծելով Ամերիկայի օրինակը, որ իրենց երկրում այդ զարգացումը ապահովում են, քանի որ կան լավ դպրոցներ, որոնցից դուրս են գալիս լավ մասնագետներ, ճարտարագետներ։ Անկասկած է, որ տնտեսության զարգացման հիմքը, ինչպես նաև կյանքի բոլոր ոլորտների հիմքը կրթությունն է։ Հիշենք Ճապոնիայի օրինակը, հենց կրթական համակարգում լուրջ ներդրումներ անելու արդյունքում էր, որ տնտեսական բում ապրեց այդ երկիրը։ Մեր երկրում էլ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը առաջնահերթություն է համարվում տնտեսության զարգացման մեջ։ Կրթական համակարգի հետ համահունչ է այդ զարգացումը, մեր այսօրվա կրթական համակարգի։ Ոչ, մեր կրթական համակարգը հիմա խոր ճգնաժամի մեջ է։ Տարբեր առումներով եթե հարցին մոտենանք, օրինակ մենք հռչակում ենք տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները առաջնահերթություն են, նրանք պիտի նպաստեն կրթության եւ գիտության զարգացմանը, տնտեսական աճին եւ այլն, բայց իրականության մեջ մենք չենք տեսնում դա։ Դուք կարող եք մտնել դպրոցներ եւ յուրաքանչյուր աշակերտի անվամբ հնարավոր է ձեզ ցույց տան թղթապանակներ, որտեղ նյութեր կան համացանցից, իբր այնտեղից վերցված, աշխատել է աշակերտը եւ այլն։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն դպրոցում մեր աշակերտները իրենց վարժությունները, դասերը այդպիսի պահանջ, այո, դրվում է, այսինքն դուք կտեսնեք թղթապանակը, ձեզ կթվա թե երեխան գնացել, դա համացանցից անել եւ այլն, անել է, բայց իրականում այդպես չէ, դա անում են մեծերը եւ անում են իբրև ցուցադրություն, դա պահում են այսպես տպավորություն ստեղծելու համար, բայց այն պրպտումը, աշխատանքը, որ ինքը պիտի քաղի, գտնի, այցելի այս կամ այն կայքը, համադրի եւ այլն, իրականում դա չկա եւ մենք այո, չունենք այդ քանակությամբ համակարգիչներ դպրոցներում։ Պատկերը մխիթարական չէ շատ բուհերում։ Ուսանողներ կան, որոնք համակարգչով չեն աշխատում։ Դա ապշեցուցիչ է, բայց պիտի այնքան էլ չզարմանանք, որովհետեւ հենց ուսուցիչներն ու դասախոսները շատ դեպքերում չգիտեն, անտեղյակ են, գործնական հմտությունը չունեն։ Իսկ կուզենայի, որ մենք շիտակ լինեինք ու իրական քայլեր անեինք եւ ոչ հայտարարություններ, հետո իբր արդյունք, բայց իրականության մեջ մենք գիտենք, որ գործ ունենք կեղծիքի հետ։ Դա ինձ բոլորովին դուր չի գալիս, շատ ցավալի է։ Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ եւ ըստ իս առավել այսօր մեր հասարակության առջև ծառացած է արժե համակարգի խնդիրը։ Ամբողջական պատկերը, որ իր բոլոր կողմերով, սարսափելի կողմերով վերջին շրջանում մանավանդ ընտանեկան բռնությունների, սպանությունների, այդ տատիկների նկատմամբ ոտնձգությունների ֆոնի վրա բավական մտահոգիչ է պատկերը։ Ոսկեդարից մենք ունենք մեզ ավանդված հետևյալ գեղեցիկ խրատը, որ
ամենայն չարիք մտանեն իմիտես մարդո հան ուսումնութեն է անկրթությունից։ Այստեղ հստակ արժևորվում է կրթության դերը մարդու հոգևոր բարոյական կերպարի ձևավորման մեջ։ Խոսենք կրթություն եւ բարոյականություն այս կապի մասին։ Շատ հետաքրքրական ու կարևոր մի հարց է եւ պետության զարգացման այսպես կարևորագույն գործոններից մեկը բարոյական ինչ նկարագիր ունի հասարակության անդամը։ Նա որպես մարդ ձևավորվում է դպրոցում։ Պետությունը շատ բան է անում, որ աշակերտը ստանա գիտելիքներ, արժեհամակարգի մեջտեղ գտնեն այս դրական հատկանիշները։ Մենք կրթակարգ ունենք հաստատված եւ մեր երազելի քաղաքացին նկարագրվում է այնտեղ։ Բայց դժբախտաբար հետևողական չենք, թե եւ նաեւ բարոյականությունն է պակասում շատ ու շատ խմբերի, շերտերի, խավերի, որոնք արգելք չեն դնում հեռուստատեսությամբ ցուցադրվող մարմնապաշտական ֆիլմերին, ցերեկվա կամ երեկոյան ժամերին կամ դրվագներին, երևի սխալ ասացի։ Բռնությունն է քարոզվում ուղղակիորեն եւ անուղղակի։ Այսինքն աշակերտը դասագրքի մեջ կարդում է մեկ բան, աշակերտը իրական կյանքում տեսնում է մեկ այլ բան։ Կարդում է ազնվության մասին, արդարամտության մասին, օգնելու, մարդասիրության բոլոր գաղափարները, որոնք գիտեք, դասագրքերում կան, ուսուցանվում են, բայց իրականության մեջ նա ուրիշ բան է տեսնում։ Նա կարող է տանը մենակ լինել ու այդ ապուշ, չգիտեմ, ավելի մեղմ բառ դժվար է գտնել ասելու, սերիալները դիտելով ինչ է տեսնում, բաղնիքներ, խառը ընտանիքներ, չես հասկանում ով զավակն է, ով բարեկամն է, ով հետ է հարաբերության մեջ մտնում եւ այլն։ Ինչ պիտի սովորի եւ ով պիտի կանխի։ Իհարկե նաեւ մենք, որ պիտի անդադար այս մասին ասենք, ահազանգենք, բողոքենք եւ վերջապես դե մեծերը կարող են չդիտել, բայց փոքրերը պիտի հասկանան, որ չդիտեն եւ ընդօրինակում են։ Ու ինչ ենք տեսնում, դրա արձագանքը մենք հաջորդ օրը չենք տեսնի, այլ կտեսնենք ամիսներ անց, տարիներ անց։ Կարելի է ասել, որ կրթական համակարգը չի սահմանափակվում միայն դպրոցով։ Բնականաբար մենք ունենք, բոլորս էլ գիտենք, հասարակությունը պիտի ստեղծի եւ ունի շատ դեպքերում արտադպրոցական խմբակներ, հաստատություններ, կրթական հաստատություններ, օրինակ հայորդյաց տները, ինչ լավ է, չէ, երբ երեխան անելիք ունի, նա պարապ չէ, նրա ընկերը միայն հեռուստացույցը չէ կամ փողոցը, վատ միջավայրը։ Մեզ երբեմն մեզ ասում են, բոլորից մեծերից նկատի ունեմ, թվում է թե լավ է, նա զբաղվում է, զբաղված է, բայց ինչով է զբաղված, ժամերով ինչ է անում այդտեղ, սովորում է, կարդում է, ոչ։ Հիշեցի Միքայել Նալբանդյանի խոսքերից մեկը, որ ուսանող տարիներին տպվել է հիշողությանս մեջ, երբ մտահոգություն էր արտահայտում եկող սերնդի պատրաստման հարցում եւ ասում եմ մենք իրավունք չունենք թույլ տալու մեր օրինակով պետք է ցույց տանք եւ դաստիարակենք, կրթենք եւ չպիտի հետևենք մեր նախորդող սերունդին, որը ինչ-ինչ պատճառներով չկարողացավ օրինակ դառնալ մեր սերնդի համար։ Ունենք այդ խնդիրը հիմա։ Իհարկե ունենք։ Ես քանիցս տարբեր առիթներով ասել եմ, ինչ օրինակ ենք տալիս լեզվի առումով։ Մենք ուսուցանում ենք գրական հայերեն եւ ասում ենք, որ սա մեր մայրենին է, այս արժեքները կան, հարուստ լեզու է, աշխարհի զարգացած լեզուներից մեկն է եւ ինչ ենք տեսնում հասարակության մեջ նորից նույն հեռուստատեսությամբ եւ երբեմն մամուլում ու գրքերում խեղճ, աղճատված, աղավաղված, գրեհկաբանություններով, ժարգոնով, օտար բառերով
սխալ հայերենով, կոնֆետային հայերենով, երբեմն իբր մաքուր են ուզում խոսել, ավելի վատն են անում։ Դա ենք տալիս իբրև օրինակ։ Եվ մեր հերոստատեսային հերոսների մեջ նրանք ովքեր խոսում են լավ հայերենով, ճիշտ հայերենով, անաղարտ հայերենով, դրանք այսպես զվարճալի հերոսներ են։ Մեր միջին տարիքի դպրոցականները շատ լավ են խոսում, այդ մասին էլ եմ շատ ասում, որովհետև այդ դասարանների դասագրքերի հեղինակ եմ եւ նրանց հետ հաճախ եմ հաղորդակցվում։ Այնքան լավ հայերեն են խոսում, այնքան լավ բառեր են գործածում, հոմանիշներով հագեցած, պատկերավոր, բայց այդ նույն մարդիկ հետո որոշակի տարիքից հետո դեռահասության մի շրջան կա, ընկնելով վատ ազդեցության տակ կամ հետևելով այդ օրինակին, վատ օրինակին, հրաժարվում են պատշաճ հայերենից։ Նույնն էլ բարոյական արժեքների դեպքում է։ Կարծիք կա, որ մարդու ազգային հոգևոր կյանքի այլասերման սկիզբը հենց լեզվի քայքայումն է։ Երբ որ այն լեզվով, որ ինքը խոսում է, աղճատված է, լեցուն է սխալներով, ժարգոնով, փողոցային արտահայտություններով։ Այս խնդրի էությունը լավ ընկալել էին նաև բոլշևիկները 20-րդ դարի 20-ական թվականներին։ Եթե վերցնենք մեր ժողովրդի պատմության այդ շրջանը, հետևյալ պատկերը ունենք մեր աչքի առջև։ Արևմտյան Հայաստան, ցեղասպանված ժողովուրդ, դատարկություն, հողերի կորուստներ, մյուս կողմում նաև նյութական ու հոգևոր հարստությունների կորուստներ։ Եվ ամենակարևորը պարպում հայ ժողովրդից, պարպում բնորանից։ Մյուս կողմում Արևելյան Հայաստան, դարձյալ հողային կորուստներ, Կարս, Արցախ, Նախիջևան, զինվորականության, մտավորականության եւ հոգևորականության դեմ հալածանքներ, սպանդ, սրի, գրչի եւ խաչի դեմ, որոնք մեր ժողովրդի գոյատևման կարևորագույն սիմվոլներն են եղել։ Աստծուն մի տեսակ հանել էին բոլոր տեղերից, այդ թվում նաև լեզվի միջից։ Մարդու հոգևոր դիմագիծը, մարդու հոգևոր կյանքը, դրսևորումը ուղիղ համեմատական չէ նաև իր լեզվի իմացությանը եւ գործածմանը։ Լեզուն մարդու այցեքարտն է, նրա նկարագրի համար մեկ ցուցիչն է։ Լեզուն առաջնայինն է, որտեղ լեզուն մտածողություն է, դա հայտնի փաստ է, լեզուն հոգեբանություն է, լեզուն կրթվածություն է, որ մարդիկ լավ լեզու ունեն, հարուստ բառապաշար, բազմազան խոսքային կառույցներ, որոնք շատ ընթերցել են։ Իսկ գրականությունը դաստիարակության մեջ համար մեկ տեղն է զբաղեցնում։ Նաև մտածողության ձևավորման գործում։ Եվ բարոյական նկարագրի ասացինք։ Հիմա եթե մարդիկ չեն կարդում, շատերը հրաժարվել են գրքից։ Չէ, նրանք ուրեմն կտրել են այն սնուցիչ ամենա մեծ տարողություն ունեցող խողովակը, որը ձևավորում է նրա մտածողությունը, բարոյականությունը, ներաշխարը եւ այլն։ Եվ բնականաբար, եթե մարդը ուշադիր չէ, բծախնդիր չէ, իր համար միևնույն է, որ բառը կասի, դիմացին այդ բառից կվիրավորվի, թե չի վիրավորվի, եթե նա բառի արժեքը չի հասկանում, եթե նա չգիտի, որ այդ օրինակը ուսանողներին հաճախ եմ բերում, դուք կարող ենք ասել, դու ստում ես, բավական վիրավորական է, չէ, հնչում, բայց չէ, որ նույն բանը կարելի է ասել բազմաթիվ ուրիշ ձևերով, կարծում եմ դուք այստեղ վրիպեցիք, սխալվեցիք, ձեր ասածը իրականությանը այնքան էլ չի համապատասխանում, չէ, դուք մեղանչում եք իրականության դեմ։ Տարբերություն կա, ճիշտ չէ եւ սուտ է։ Իհարկե կա։ Եթե մարդը ունի այս հնարավորությունները, բնականաբար հարաբերելիս, հաղորդակցվելիս նա պիտի դրանք դրսևորի։ Դա սովորական լեզվական իմացություն է, թե բարեկրթություն է,
նկարագիր է եւ այլն։ Ինձ թվում է այստեղ շատ կարևոր է։ Այնուամենայնիվ մեր նախնիները, մեր հայրերը հրաշալի մեզ օրինակ են թողել եւ նաեւ այսօր ինձ թվում է ժամանակն է անդրադառնալու եւ վերարժևելու այդ օրինակները։ Մեսրոպ Մաշտոցին շատ հաճախ համեմատում են Մովսես Մարգարեի հետ եւ մեր Այբուբենը Տասնաբանյայի հետ։ Մովսես Մարգարեն օրենքը բերեց իր ժողովրդի համար, աստվածադիր օրենքը, որպեսզի ժողովրդին առաջնորդի ավետյաց երկիր։ Մեսրոպ Մաշտոցը գիրը տվեց իր ժողովրդին, որպեսզի ժողովրդին առաջնորդի նույնպես բարեկեցիկ, ազգային, հոգևոր հրաշալի տակ։ Մի տարբերությամբ սակայն։ Երբ Մովսես Մարգարեն ձեռքը առած քարեղեն տախտակները, այդ Տասնաբանյայի տախտակները, իջավ ներքև, ինչպես ժողովուրդը դիմավորեց նրան։ Ոսկե հորթով եւ Աստծուց հեռացած։ Այսինքն մոտավորապես այդ նույն Տասնաբանյան չընդունելու տրամադրվածությամբ։ Մեսրոպ Մաշտոցին ընդունեց ժողովուրդը ռահ գետի մոտ եւ ոչ միայն ժողովուրդը։ Ժողովուրդը իր բոլոր շերտերով, այո, կաթողիկոս, թագավոր, իշխաններ, ռամիկներ, կանայք, տղամարդիկ։ Այսօր մեր ժողովրդի կյանքում դեպի իր գիրը, դեպի իր Այբուբենը նահանջ նկատվում է։ Դուք նկատել եք, թե սոցիալական կայքերում ինչ լեզվով են գրում մեր երիտասարդները։ Ամենատարբեր։ Եվ ինչ գրանշաններով։ Գրում են լատինատար, բայց ոչ պահելով տարադարձության կանոնները, խառը մի խառնի խուրն խառնի ճաղանց մի բան է։ Բայց նկատում եմ նաև որ աստիճանաբար եւ բարեբախտաբար հիմա առիթը ուզում եմ օգտագործել ու դա նաև նորից ասել, շեշտել, որ այդ գեղեցիկ ձեր նկարագրած կարծես այնտեղ լինեինք, չէ, երբ լսում էինք ինչպես դիմավորեցին գրերը ու ինչպես այդ գրերը պահեցին 1600-ից ավելի տարիներ զոհվեցին, նահատակներ, մարտիրոսներ եղան։ Այո, այս բառերը հատուկ եմ ասում, որտեղ վեհ գաղափարի համար։ Եվ հիմա մենք կամովին փորձեր եղան խորհրդային տարիներին, չէ, գաղափար լատինատարի անցնենք։ Հիմա կամովին մեր երիտասարդները գրում են լատինատար կամ այլ տարերով ռուսատար եւ այլն կիրիլիցայով։ Պիտի հորդորել եւ այստեղ միայն մեր հորդորը քիչ է։ Պիտի պետությունն էլ ջանքեր գործադրի, որ մենք հեռախոսագրեր ստանանք հայատար, ով պիտի մտածի, պետությունը պիտի մտածի։ Այսինքն այս ոլորտը, որ հրճակել ենք առաջնահերթություն, պիտի այս քայլերից, հիմա տեսեք մենք խորհրդանում ենք հայերեն գրից երիտասարդները, երբ գրում են այդպես։ Խորհրդանում են, երբ չեն կարդում։ Կարդալը դառնում է իրենց համար դժվար։ Ինչպիսի դեր ունի եւ կարող է ունենալ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը թե մեր երկրի կրթական համակարգի բարեփոխման եւ թե նաեւ լեզվի պահպանման, անաղարտ կերպով պահպանման գործում։ Մայրաթորը շատ կարևոր դեր կատարել է ժամանակին, երբ Գևորգյան Ճեմարանը միակն էր, կարելի ասել Հայաստանի տարածքում, իբրև բարձրագույն ուսումնական հաստատություն, եւ այնտեղ առարկաների դպրոցական առարկաների ծրագրեր են կազմվել, դասագրքեր են գրվել, Ճեմարանում ուսուցիչներ են պատրաստվել, որոնք հետո այդ գիտելիքները, ավանդույթը փոխանցել են Հայաստանի դպրոցներում եւ Անդրկովկասի ու Կովկասի առհասարակ։ Այսինքն նա թելադրել է, շատ բան է թելադրել, կենտրոն է եղել, որովհետեւ չկար պետություն։ Հիմա կա պետություն եւ կա Մայրաթորի այդ փորձը, ավանդույթը, որ կարող է լավագույն ձևով օգտակար լինել։ Հիմա Գևորգյան Ճեմարանը շարունակում է իր գործունեությունը իբրև համալսարան եւ կարող է այստեղ էլ
շարունակություն ունենալ այդ ավանդույթի, մյուսը Էռնեկյան հանրակրթական դպրոցն է, որը գտնվում է Մայր Աթոռի Հովանու ներքո եւ նա կարող է լավագույն օրինակ ծառայել ժամանակի ընթացքում, երբ ինքը ունենա իր ձեռագիրը, գործելակերպը, հիմա շատ լավ հիմքեր դրվել են, ամուր մնում է վերնաշենքը լավ կառուցվի։ Կազմակերպվում են, այսինքն ամեն տարի կարծեմ, կազմակերպում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ Մայր Աթոռում, հատկապես սփյուռքահայ ուսուցիչների եւ վերջերս օրհնվեց նաեւ հիմքերը Գարեգին առաջին այդ կրթական համալիրի Մայր Աթոռի տարածքում։ Բացի դրանից նաեւ քաջալերական պարգևատրումներ եղան, կարծեմ ամենամյա ծրագիր է, որ Վեհապար Հայրապետը ամեն տարի պարգևատրում է հանրակրթական դպրոցների լավագույն ուսուցիչներին։ Սա լավ շարունակությունն է մեր այն ավանդույթների, որոնք ձևավորվել են դարերի վեր։ Հիշենք նույն Անաստաս Ակորեցի կաթողիկոսին, ով հովանավորում էր Անանյաս Շիրակացուն, եւ մեր եկեղեցին երբեք գիտական նորարարությունների դեմ չգործեց, այսինքն հակառակը քաջալերեց, կոտեպնդեց եւ փորձեց օգտակար լինել։ Արշակ Տեր Միքելյանը մի հետաքրքիր ձևակերպում ունի։ Ոչինչ է այն ուսումը, որ չի տանում կրթության։ Գիտելիքը բավարարեք բարեկիրթ մարդ լինելու համար։ Իհարկե ոչ, բայց ես կուզենայի այն հարցի մեջ լրացումներ անել, որ այդ գործակցության մեջ օրինակ հետաքրքրական մի դրվագ կա տարիներ առաջ, երևի ճեմարանում իմ աշխատելու հանգամանքն էլ նպաստեց, որ հայոց լեզվի եւ գրականության, իսկ հետո միայն հայոց լեզվի օլիմպիադաները, հանրապետական, դպրոցականների օլիմպիադաները սկսեցին անցկացնել Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Զուտ փաստը խորհրդանշական, որ այս հաստատությունն է, որ տվել է մշակույթի եւ գիտության այս գործիչներին եւ պատանիները գալիս են 1-2 օր ճեմարանում ու Մայր Աթոռում օրեր են անցկացնում եւ դա ինձ թվում է նաեւ հոգեվոր լիցքեր է հաղորդում նրանց։ Այստեղ Մայր Աթոռը կարող է աջակից լինել պետությանը, բայց հիմնական դերակատարումը մնում է պետության։ Ինչ վերաբերում է գիտելիքներին, գիտելիքները ուժ են, իմացություն են, բայց միայն գիտելիքը բարեկրթության եւ կրթվածության պայմանը չէ։ Մարդը գիտելիք ունի, տարբեր երկրների մայրաքաղաքներ գիտի, նույնիսկ տարբեր երկրներում է եղել, բայց հուշարձանի վրա պատմական իր անունն է փորագրում։ Դե գիտեք, գնացեք Նորավանք ու բարձրացեք վերնահարկը, տեսեք ինչ է, ինչ բարբարոսություն է արված։ Մենք փաստորեն խոսում ենք, որ այսպես դարավոր մշակույթ, հազարամյակների մշակույթ եւ այլն, ովքեր են արել, հայերեն գրեր են, կամ ռուսերեն տառերով հայերի անուններ են, փորագրել, չեն կավիճով չի գրված, ներկով չի գրված, այս մատից հաստության խորության անուններ են, նմանատիպ մարդիկ միայն մեզ մոտ վնաս չեն տալիս։ Ես Վենետիկում Սուրբ Մարկոսի տաճարի սյունի վրա եմ հայերեն փորագրություն տեսել, շատ տգեղ։ Հիմա ես կարծում եմ, որ ավելի լավ է այս մարդը, որևէ մարդ 10 մայրաքաղաքի անուն քիչ իմանա, բայց նման քայլեր չանի, որ աղբը չտանի փողոցի կենտրոնում թողնի իր տունը մաքուր համարելով, որովհետև մենք մտածում ենք, թե մենք ենք ու մեր տունը, ես եմ ու իմ գործը, ես եմ ու իմ անելիքը, այդ մասը մենք բաց ենք թողել։ Երբեմն, երբ որ մարդ իր շահի տեսանկյունից անում է ինչ-որ մի բան, որ վնասում է դիմացինին, վնասում է շրջապատի ինչ-որ մարդկանց, նույն բնությանը,
իրեն թվում է, թե դա իրեն չի վերադառնում։ Մինչդեռ հասարակության մեջ այսօր ստեղծված իրավիճակ այնպիսին է, որ մեր յուրաքանչյուր բացասական արարք թույնի մի փոքր չափաբաժին է նետում հասարակություն, որը հետո վերադառնում է։ Միգուցե մեզ չէ, անմիջապես, բայց մեր զավակին, մեր ընտանիքի անդամներին, մեր ծնողներին։ Չէ, մենք այնքան բարբարոսաբար ենք վարվել մեր բնության հետ եւ շարունակում ենք վարվել, որ հերթը չի հասնի մեր զավակներին ու թոռներին։ Մենք արդեն տեսնում ենք, թե ինչ են արել եւ ինչ են շարունակում անել Հայաստանի անտառների հետ, ովքեր հատեցին։ Չասեն, թե դա եղավ միայն Ղարաբաղյան պատերազմի տարիներին։ Եվ հիմա էլ է շարունակվում։ Եվ կեղծ կարող են մեկ հոգու, մեկ բեռնատար բռնել ու ասել, թե բռնեցինք մեկ ծառ հատողի։ Հեկտարներով հատել են անտառներ։ Թրշկանի ջրվեժի օրինակը, որ հասարակական լայն հնչեղություն ունեցավ։ Ինչ էին անում։ Հասարակությանը տեղյակ չպահելով, բնության հրաշալիքը վերացնում էին ջրվեժը մտցնելով, այսպես ասած, խողովակի մեջ։ Եվ այդքանից հետո պիտի ակնկալենք, որ մենք սիրում ենք մեր հայրենիքը, մենք բնություն սիրում ենք։ Գրքում մի բան է կարդում, իրականության մեջ մեկ ուրիշ բան է տեսնում։ Այս կեղծիքն է, որ խեղդում է շատերին։ Կարծեմ Շաքիի ջրվեժն էլ հիմա ջրվեժ չէ լիարժեք։ Չեմ եղել վաղուց։ Ինչքան ես եմ տեղյակ, արհեստական ձևով միացվում, անջատվում։ Հա, այդպիսի բան հնարավոր է պատկերացնել։ Սևանա լճի խնդիրը, երբ անդադար մենք ասում ենք, դպրոցական դասագրքերում էջեր ենք հատկացրել, մենք մայրենիի գրքում, Սևանի կարևորության, նշանակության, որ երեխաներն իմանան, որ պիտի այն մաքուր լինի, նա քաղցրահամ ջրի ավազան է, հայրենի բնության զարդն է եւ այլն։ Բայց խոսքից հետո երբ անցնում ենք գործին ու տեսնում ենք թե ինչ է կատարվում, մենք մեր ձեռքով մեր տունն ենք քանդում ու հանդուրժում են մարդիկ։ Լավ է, որ երիտասարդներ կան, երիտասարդական նախաձեռնություններ, հատկապես երիտասարդական ուրախալի փաստ է, որոնք ըմբոստանում են, ընդվզում են եւ մի հաղթանակ լավ է, որ արձանագրվեց Թրշկանի պարագայում։ Բայց ինչու պիտի այդ ջանքերը մենք թափենք, երբ կարող ենք ուրիշ տեղ օգտագործել այդ դրական ուժը, էներգիան, չէ, գնում ենք սխալն ուղղելու։ Մի արեք սխալը, խորհրդակցեք մասնագետների հետ, հասարակության հետ հաշվի նստեք։ Նույնը անտառների պարագան, ասացի, գետերի, օդի աղտոտվածության, զուտ բնապահպանական խնդիրները, եթե մենք վերցնում ենք, մենք սարսափելի վիճակի մեջ ենք հայտնվել։ Թափոններ եւ այլն, քիմիական, աղբավայրեր, սրանք պիտի լուրջ քննարկումների եւ գործողությունների առիթ դառնան, որ մենք վայելենք կյանքը, Աստծուց տրված կյանքը լավ այս դրախտավար երկրում, լավ պայմաններում։ Այս խոսքի վրա էլ ուղենք ձեզ մեր ավանդական հարցերը, կարճ պատասխանի ակնկալիքով, ինչ է ձեզ համար երջանկությունը։ Ես այդ հարցին հենց երեք մի հաղորդման ժամանակ պատասխանեցի։ Ինձ համար երջանկությունը իմ աշխատանքն ու իմ ընտանիքն են, այս երկուսի գումարը իմ երջանկության հիմքն է։ Այսօրվա հայ դիմագծի ամենաբացասական դրսևորումը որն է։ Ստրկամտությունը։ Եվ վերջին հարցը, ինչպես կուզենայիք տեսնել Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին։ Կուզենայի ծաղկուն ու շեն վիճակում տեսնել եւ եկեղեցիները միշտ լի լինեին հավատացյալներով, որ երբեք չզարմանայի, երբ օրինակ տեսնում եմ փոքրիկ եկեղեցիներ, մտածում եմ, ուրեմն մենք քիչ հավատացյալներ ենք ունեցել, որ այս չափերն են։ Հիմա երբ մեծ եկեղեցիներ են լինում ու պատարակներին հոց բազմություն է լինում, ուրախություն է ինձ պատճառում, որովհետև մաքրման գործընթացը ուրեմն
սկսվել է, եկեղեցին պիտի շատ ու շատ բան նպաստի մաքրելու։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու եւ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ, խնդրեմ։ Հաղորդումն ավարտենք Պողոս Արաքյալի խոսքով. վերանորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ եւ քննեք Աստծո կամքը, այսինքն այն ինչ լավ է, նրան հաճելի եւ կատարյալ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն էր եւ իմ զրուցակիցն էր լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։ Մնացեք խաղաղության մեջ։